Ինչպես հասկացաք, որ վարսահարդարումը պարզապես աշխատանք չէ, այլ ձեր լեզուն։ Իրական վարսահարդարումը իմ համար լեզու չի։ Այսինքն իմ համար լեզու ավելի շատ նկարելն է, որ ժամանակին անում էի, հիմա չեմ անում, խոսելն է ինչ-որ թեմաներից, որ հասարակության մեջ սովորափակ լինի։ Ավելի շատ այդ, այսինքն վարսահարդարումը իմ համար միանշանակ որպես պրոստը աշխատանք չի, երևի թե գործիք է այդ թեմաները նաև բարձրաձայնելու ավելի շատ։ Ձեր աշխատանքներից ո՞րն է եղել ամենահիշվողը։ Վերջերս է եղել, մենք ունենք հաճախորդ, որը որ ուներ խնդիր առողջական ու մազել լրիվ թափվել էր, հետո աճել էր ու տեղերով սենց գծերով սև ու սպիտակ մազեր։ Ու մեր խնդիրն էր այդ սևերը բացացնել այնպես, որ համ ստրուկտուրան չվնասվի, որովհետև առանց այդ արդեն վնասներ շատ կար եւ սպիտակների հետ համահունչ լինի, որ բարեհաջող կարողացանք անել։ Երբ աղջիկը նստում է ձեր աթոռին, նախ ինչի վրա եք ուշադրություն դարձնում։ Երևի թե ինչ է ինքը ուզում, ինչ բնավորություն ինքը ունի, որովհետև դու կարաս մարդուն անես շատ նուրբ բան, որ իրան վիզուալ սազի, բայց իր բնավորությունը լինի շատ ակտիվ, շատ, չգիտեմ, աշխուժ ու այդ մազերը իր բնավորության հետ չխոսի։ Ավելի շատ լսում եք հաճախորդին, թե վստահում եք ձեր ինտուիցիային։ Քանի որ տեսեք, տարբերակումներ դինեմ, հա, հաճախորդների պարագայում միանշանակ ես տալիս եմ իմ խորհուրդը, հա, այսինքն ես ասում եմ կարելի է այսպես անել, կամ կարելի է այնպես անել, տարբերակներ եմ առաջարկում։ Հաճախորդը արդեն ըստ իր ցանկության ընտրում է այդ տարբերակներից որևէ մեկը, կամ եթե չի իրան դուր գալիս այդ տարբերակները, ընտրում է այլ տարբերակ, ցույց տալիս այլ տարբերակ։ Եթե մեր պատկերացումները ինչ որ տեղում խաչվում են, ուրեմն մենք աշխատում ենք, եթե ոչ, ուրեմն ոչ։ Հաճախորդը կարող է գա, սևից ուզում է սպիտակ ստանալ, բայց ես մասնագետ եմ, հաճախորդը մասնագետ չի, ինքը պարտավոր չի իմանալ լիքը նյուանսներ, ինչը որ ես գիտեմ։ Հետևաբար միայն ինտուիցիայի կամ միայն հաճախորդի լսելու խնդիր չի այդտեղ։ Ինչ է ձեզ համար լավ վարսահարդարումը։ Եթե նայենք հաճախորդի տեսանկյունից, բնականաբար եւ հաճախորդի գոհը վարսահարդարումը լավ է։ Եթե նայենք մասնագիտական տեսանկյունից, ուրեմն եթե աշխատանքը մաքուր է արված, ուրեմն լավ է։ Նայած թե որ տեսանկյունից նայենք։ Եղել է պահ, երբ արդյունքը ձեզ էլ է ապշեցրել։ Հա, պահեր լինում են, ցավոք ելի մոտ չլինում պահեր, որովհետև ես երբ որ սկսում եմ աշխատել, արդեն պատկերացումը կա, թե ինչ է ստանում, ինչ է ստացվել վերջնական արդյունքում, բայց իմ տղերքով ում ես սովորացնում եմ, վերցնում եմ աշխատանքի, իրանք երբ որ աշխատանք անեն ու ժամանակի ընթացքում լրիվ ինքնուրույն են դառնում, հիմա օրինակ լրիվ ինքնուրույն են ու ես գլուխս կախ իմ գործը անում, մեկ էլ հետո տեսնում եմ։ Ձեր կարծիքով գեղեցիկ վարսահարդարումը փոխում է կնոջ ինքնավստահությունը։ Եթե ասեմ իմ կարծիքով, դա սխալ կլինի, որովհետև այո, դա փաստ է, դա կարծիք չի, միանշանակ փոխում է, միանշանակ ու երևի թե այդ շարժող բաներից է, որ ես դեռ այս մասնագիտության մեջ եմ, որովհետև ես բնավորությամբ շատ արագ հոգնող եմ ինչ-որ մի բանից, արագ կարող է հոգնեմ, մազես կարճ կտրեմ, արագ կարող է հոգնեմ, մի աշխատանքից դուրս գամ եւ ոնց եղել է նախկինում, բայց այս աշխատանքի մեջ ես արդեն 6 տարի է կլինի շուտով, որ այս ոլորտի մեջ եմ եւ երևի թե այդ միակ շարժող ուժն է, որ ինձ պահում է այստեղ։ Ձեր ոճը Հայաստանում հաճախ համարձակ է ընկալվում, ձեզ դա երբևէ խանգարել է։ Նախ խանգարել չի կարող խանգարել, որովհետև ում պիտի խանգարի։ Հասարակությանը պիտի խանգարի, այդ հարցի ուրիշ կողմն է, բայց Հայաստանում ում համար է համարձակ համարվում, կամ ինչա ընդհանրապես նշանակում համարձակ։ Այդ բոլոր մանրուքների մեջ պետք է մի քիչ խորանանք, որ հասկանանք, թե ինչին կոնկրետ պատասխան, որովհետև ինչ վերաբերում է համարձակ լինելուն, հա, շատ տղաներ կան, որ նախ չեն էլ հագնի, այն ինչը որ ես եմ հագնում, հիմա չեն հագնում կիսած sense կոստյում կան ստեղ նստել, կամ անթև սառուշկա չեն հագնի կամ, բայց կամ այսքան մատանիշար են մատեն, չեն անի, բայց ոչ թե նրա համար, որ նրանք այդ համարձակությունը չունեն, այլ չեն ուզում, այդ իրանց ոճը չի, իսկ մնացածը ես։ Դուք եք հարմարվում միջավայրին, թե միջավայրն է կամաց հարմարվում ձեզ։ Ես կարծում եմ, որ առհասարակ հարմարվելու խնդիր չպիտի լինի, այսինքն ոչ մարդը պիտի հարմարվի միջավայրին եւ ոչ էլ միջավայրը պիտի հարմարվի մարդուն։ Իմ տեսակով առհասարակ ես հարմարվող չեմ,
ենթարկվող չեմ, չեմ փորձի լինեմ եւ ոչ էլ կընդունեմ, երբ որ ինչ որ մեկը ամենաչսիրած բանն է, երբ որ ես ասեմ, օրինակ մածունը սև է, կողքից ասեն, բայ հա, ճիշտ է։ Հարմարվել է իմ համար չի։ Եթե վաղ չլիներ, ինչ նոր բան կփորձեիք ձեր կերպարում։ Չկա։ Okay, ստեղծել եմ։ Իհարկե, սենց ասեմ, իհարկե շատ մարդկանց մոտ մենք հիմա խոսում ենք ինձնից, բայց շատ մարդիկ ովքեր որ կարող նաև նայեն կամ ինչ-որ կտորներ տեսնեն, եթե ունեն վախեր, այդ վախերի հետ պետք է աշխատել։ Ու պետք է աշխատել ճիշտ։ Ժամանակին ես ասում եմ, վայ լավ, մասես չերկարացնեմ, չգիտեմ, 1000 ու մի պատճառ էի բռնում չերկարացնելու համար, բայց հետո հասկացա, այո, ինչ չէ։ Ուզում եմ լավ է երկարացնում։ Ինչու՞ նախնդիր։ Կամած պետք է գնալ դրան։ Ձեր կարծիքով մեր հասարակությունը բաց է նորի հանդեպ։ Նայած ինչ նորի ու նայած թե այդ հասարակության որ շերտում է ու նայած թե այդ հասարակության խմբի կամ շերտի հետ որքանով առնչվում է տարբերությունը։ Հիմա մանրամասն ենթադրենք հասարակության բոլորս գիտենք, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բարձր կրթվածություն ունեցող կամ միջին կամ ցածր կրթվածություն ունեցող մարդիկ, այն մարդիկ, ովքեր որ ավելի կիրթ են ոչ թե պրոստը գիրք կարդալու առումով, այլ մարդկային զարգացածության առումով, իրանք երբեք չեն ասում, ոայ գիտես, ես ինչ մեկ է, ես ինչ բան է հակով, կամ ինչ բան է հակով, կամ չգիտեմ, ինչ որ մի բան արեց, որը որ երբեք չեն տեսել։ Իրանք ասում են, օքեյ, ու անցնում են առաջ։ Հասարակության միջին կամ միջինից ցածր շերտերը կրթվածության առումով նորից եմ ասում։ Այդ շերտերը արդեն քանի որ նորություն իրենց համար դժվար է ընդունել կամ իրանք պատրաստ չեն այդ նորությունը ընդունելու, այդտեղ կարող է որոշակի խնդիրներ լինել։ Բայց այդտեղ է նաև խնդիրներ լինում են միայն այն դեպքում, երբ որ խնդիրը առնչվում է անձամբ իրանց հետ։ Այսինքն շատ տարական օրինակ բերեմ, որը որ ինձ վերջերս հունից հանում է, հա։ Շատ հայ տղաներ սիրում են ռուս աղջիկների։ Ու իրանց համար նորմալ է, շատ կարևոր հարց է իրականում, որ պետք է բարձրաձայնվի, որ ռուս աղջիկները երբ որ մինչև ամուսնանալ ինչ որ սեռական հարաբերության մեջ են լինում կամ բան, այդ օքեյ է, այդ աղջիկը այդ կարելի է ամուսնանալ։ Հայ աղջիկը հենց մինչև ամուսնանալը ինչ որ աչ ու ձախ, թեկուզ աչքերով ինչ որ խաղ, վсё, ինքը փչացած է։ Ինձ շատ հաճախ գրում են կոմենտ. հայ տղա ես չես ամաչում։ Այ մարդ հայ լինելի ինչ կապ ունի։ Հայ լինելի ինչ կապ ունի։ Հիմա ես եմ ուզում եմ, չգիտեմ, մազես երկար լինի, եղունգս ծև լինի։ Ինչ կա։ Ինչն է ձեզ մոտիվացնում շարունակել, նույնիսկ երբ այդ քննադատությունները կան։ Երևի թե այն մարդկանց համար այդ ամեն ինչը արվում, օրինակ, չգիտեմ, վաղուց իմ հետաքրքրությունը դուրս է եկել երկար մազերի։ Առաջ ես սև էի ներկում եղունգներս, հիմա սև չեմ ներկում, բայց այդ ճանապարհին ես ստացել եմ լիքը ոգեշնչող խոսքեր են ասում, որ լիքը տղեր կան կամ աղջիկներ կան, որ ուզում են անել ինչ-որ բաներ, բայց չեն անում, որովհետև հասարակության կարծիքից են վախենում, շրջապատի կարծիքից են վախենում, X-ից, Y-ից, Z-ից, ու կարծում եմ, որ իմ օրինակը մի քիչ կարա ոգեշնչի այդ մարդկանց լինել ավելի համարձակ, հավեսով, դուխով առաջ գնալ։ Եթե վարսահարդար չլինեիք, ինչով կզբաղվեիք։ Փոքրուց միշտ երազում եմ լինեմ բեմում։ Բայց ցավոք այդ չի ստացվել։ Այս շատ կարճ էպիզոդներով, փուճրիկ ինչ-որ փուճրիկ էպիզոդներով եղել է, բայց երևի թե եթե հիմա էլ ինչ-որ առաջարկ ունենայի, ամեն ինչ կթողեի ու կգնայի։ Որն է ամենամեծ թյուրըմբռնումը ձեր մասին։ Գիտեք ոնց, քանի որ ես շատ փակ մարդ եմ որոշ առումներով, հա, այսինքն ես շատ շփվող կարամ լինեմ ձեր հետ։ Հիմա մենք նստած իրար հետ շփվում ենք, բայց երբեք ինձ չի հասնի այն խոսակցությունները, որովհետև ես չեմ թողում, թե ինչ են խոսում կողքից։ Դրա համար ես չեմ կարող ասեմ կոնկրետ ինչ են խոսում կողքից, բայց ինչը որ հասել ինձ այնա որ ցրիվրի մի ճպուր անդար, բայց իրականում ես ավելի կարծում եմ, որ ավելի շատ խորքային մտածում եմ լիքը խնդիրների մասին, նույն կանանց իրավունքների մասին, որ Հայաստանում քան տղամարդ խոսում կանանց իրավունքների մասին։
Բայց մենք նենց խնդիրներ ունենք, որ абսուրդի է հասնում։ Սկսած կնոջ ժամանակային սահմանափակումներից, վերջացրած կնոջ երեխա ունենալու պարտադրության հետ, որ ասում արդեն 28 տարեկան է։ Չէ, սա արդեն էլ չի լինի, ուշ է։ Հարկասուն կամած դուրս է գալիս այդ տունը մնացած խոսակցությունները, այդ բաները ինձ ներվայնացնում է ու տենց։ Երբևէ եղել է, որ հաճախորդը դժգոհ հեռանա։ Իհարկե։ Ցանկացած մասնագետի մոտ, ցանկացած կլինի բժիշկ, ատամնաբույժ, վարսահարդար, ով ուզում է լինի, նորմալ չի, երբ որ չկա դժգոհ հաճախորդ։ Այդ նշանակում է, որ խափում են բոլորը։ Այսինքն կարան քեզ խափեն, ասեն, ամենից լավ է, ասենց ու դուրս գան ասում ես ինչ է։ Բայց միշտ չի, որ քո պատկերացումը եւ հաճախորդի ակնկալիքը համապատասխանում է իրար։ Ի վերջո, կոնկրետ իմ մասնագիտության տեսանկյունից դու մարդուն չես կարող ցույց տալ հստակ ինչ-որ մի բան, ինչ-որ նույնությամբ կրկնվի իր մազերի վրա։ Հետևաբար, երբեմն հիմա շատ քիչ, բայց շատ քիչ, բայց երբեմն եղել է, որ հաճախորդը օրինակ պատկերացրել է ուրիշ բան, որ կլինի, հա, ու ես պատկերացրել եմ ուրիշ բան։ Ձեր վարսավիրանոցում են աշխարհի բոլոր գաղտնիքները պտտվում։ Ես իմ սեփական սալոնը բացել եմ, որ այդ բանից հեռու լինի։ Ու ես արգելում եմ եւ հաճախորդներին, դա կոնկրետ արգելք է, եւ հաճախորդներին, եւ աշխատողներին, դու իմ տղերքս անուշք բոլորը նենց են, որ որևէ անձնական հարց չեն քննարկում, բայց նաև այդ դրված է, որ մեր մոտ չպիտի քննարկվի, իսկ եթե հանկարծ հաճախորդը ինչ-որ կերպով սկսում է, որովհետև, все-таки Հայաստանում սովոր են մարդիկ, տեղում թեման փակվում է, վերջանում է, կներեք, ես կիսաբաց լուսամուտներում չեմ, հրաշքներձանում չեմ։ Եթե հաճախորդը գա ու ասի Արամի բան, որ նախկինս ափսոս է, դուք հասկանում եք ինչ անել։ Հասկանում եմ, դուրս բացում կասեմ դրսից փակեք։ Սիրելի աղջիկներ, ուժ հավաքեք ձեր մեջ, ձեր նախկիններին, եթե նախկինը ինչ-որ մի բանի համար է, չէ՞։ Եթե մարդկային տեսանկյունից լավն է, օքեյ, դուք պահեք ձեր հոգում իրան որպես հարազատ մարդ։ Եթե շատ վատ ինչ-որ հիշողություններ ունեք իր մասին, վերցրեք, մի հատ կույտ արեք ու շպրտեք մի կողմ, վերջ։ Ես կիսաբաց լուսամուտներում չեմ, Հրաչ Մուրադյանը չեմ։ Սալոն եթե մտնում են երկու հոգի, կին և տղամարդ, միասին, այդ արդեն վատ նշան է։ Եվ երկրորդ, եթե տղամարդն է ընտրում կնոջ մազերի երանգը, այդ արդեն մի անգամից մերժում է։ Ինչի համար, որովհետև կին ես, ցավտամ, դու ունես ճաշակ, քո ճաշակով պիտի լինի քո մազերը։ Իհարկե ցանկալի է, որ ամուսնուն դուր գա, բայց ամուսնուն պիտի դուր գա, այն ինչը քեզ է դուր գալիս, ոչ թե դու։ Ու տենց հայ կանայք ամբողջ կյանք ապրում են նրանով, թե ինչա իրանց ամուսիններին դուր գալիս։ Այդ օքեյ չի։ Մինիմալ բան է, բայց այդ օքեյ չի։ Իհարկե կան նաև մի քանի օր առաջ ունենք հաճախորդ, որը իր ընկերոջ թե ամուսնու հետ էր եկել, չեմ հիշում։ Ասես կյանքի կտորեն, եկել ասում է դե դու բերել ես, դու էլ ասա ինչ գույն ես ուզում որ լինի ու շատ հավես հասկանում այդ մի քիչ ուրիշ է, բայց երբ որ գալիս են մարդիկ, վայ մարդը ստի ուզում ես գույն քուր ձեռ ես առնում։